Հայաստանի կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, այդ թվում Սերժ Սարգսյանի նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակի շարունակությունը ստորև։ Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, անչափ շնորհակալ եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին նոր թափ հաղորդելու ձեր նախաձեռնության համար։ Կցանկանայի կիսվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից ներկայացված վերջին գաղափարների վերաբերյալ որոշ հիմնարար նկատառումներով։ Ներկայացրած գաղափարներում Բաքվի կողմից որևէ փոխադարձ զիջում չի սպասվում, ի պատասխան հայկական կողմի ձեռնարկած ամենալուրջ, իսկապես շոշափելի քայլերի։ Մեզ համար սա կնշանակեր Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու զգալի կրճատում եւ թշնամու ուժերի հետ շփման ներկայումս ամենակարճ եւ ամենաուժեղ ամրացված գծի զգալի երկարացում, ինչը կհանգեցներ զենքի արդեն խախտված հավասարակշռությունից ռազմական հավասարակշռության խախտման։ Իրական տարածքային զիջումը չի կարող փոխհատուցվել ընդամենը համանախագահ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի միջանկյալ եւ վերջնական կարգավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։ Ըստ էության Ադրբեջանը որևէ հստակ պարտավորություն չի ստանձնում Լեռնային Ղարաբաղում ապագա հանրաքվեի կամ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ։ Ես համոզված եմ, որ 5 շրջաններ ձեռք բերելով Ադրբեջանը կդառնա ավելի ապակառուցողական։ Ակնհայտ է, որ Բաքուն հույս ունի մեծացնել ռազմական եւ դիվանագիտական ճնշումը Հայաստանի վրա, ձեռք բերելով այդ շրջանները, ձգտելով վերադարձնել նաեւ այլ տարածքներ, միաժամանակ հղումանելով իր ներքին օրենսդրությանը Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնելուց խուսափելու համար։ Գործնականում Ալիևը պահանջում է միայն իր սեփական խնդիրների լուծումը միջանկյալ կարգավիճակի ամորֆ տարբերակի եւ հանրաքվեի բացարձակապես մշուշոտ անորոշ հեռանկարի դիմաց, փորձելով վերանայել 2009-ի մայիսին ձեռք բերված եւ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ եւ վերջնական կարգավիճակի վերաբերյալ բազմիցս հաստատված հիմնարար համաձայնագիրը։ Չնայած մեկ բան հաստատ է, ադրբեջանական կողմի բացահայտ ձգտումը ապագա հանրաքվեի օրակարգը խստորեն սահմանափակել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ալիևի կողմից Ադրբեջանի սահմանադրությանը որպես Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու խոչընդոտ համարելու անընդհատ հղումները մեղմ ասած անտեղի են թվում։ Սա Ադրբեջանի ներքին խնդիրն է, եւ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում դրանք քիչ չեն։ Մանրամասները կարող եք կարդալ Ararat News.am կայքում։